Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Անկախ Հայաստանի առաջին նորակառույց ջրամբարում սկսել են ջուր կուտակել, արդեն ամբարվել է 1.7 միլիոն խորանարդ։ Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը, մանրամասները տաղավարում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է Հայաստանի մարզեր, երկամյա ծրագրով նրանք ստանում են նաև հավելավճարներ։ Եվ պետաջակցության նորացված ծրագիր տոհմային մանր եղջերավորներ գնելու համար կառավարությունը կփոխհատուցի ծախսված գումարի 50%-ը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել։ Վեդի և Խոսրով գետերից մոտավորապես 1.7 միլիոն խորանարդ մետր կուտակել են, մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի ու արդյունավետ կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը։ Ընդհանուր ծրագիրը ներառյալ ջրամբարի մոտեցնող ու 36 կիլոմետրանոց ոռոգման համակարգերի կառուցումը արժեցել է 90 միլիոն եվրո։ Այս անձրևները նպաստում են ձեզ օգնում։ Բնականաբար ջրամբարը կառուցված է կուտոցի սելելաֆատարի վրա, որը այն նեղ արանքից ինքը այն ծառերից հավաքված ջուրը բերելու է նույնպես ջրամբար։ Մի քանի տարի տևած Վեդի ջրամբարի կառուցումից հետո վերջապես ջուր է լցվում։ Հիմնական աղբյուրը Վեդի եւ Խոսրով գետերն են։ Առատ են լինում ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմնականում հենց այդ ընթացքում էլ լցվելու է ջրամբարը։ Մոտ 30 միլիոն խորանարդ մետր ամբողջ ծավալը հավաքելու համար 3 տարի կպահանջվի։ Առայժմ ամբարված է 1.7 միլիոն խորանարդ մետրը։ Կլցվի աստիճանաբար, փուլ։ 30 միլիոն լցվածության դեպքում ջուրը հասնելու է մոտ այն վերևի հատվածից 3 մետր դեպի ներքև, դրանից ավել ջուրը ուղղվելու է դեպի կուտոցի սելաֆատար։ Այս կողմի վրա կառուցված է կատաստրոֆիկ ջրհեռը, որը որ հենց այդ նշանակությունը ունի, նախատեսված ծավալից ավել ջուրը ինքը արդեն ուղղվելու է դեպի ներքև։ Մոտ 85 մետր է մեծ պատվարի բարձրությունը, մյուսը համեմատաբար ցածր է։ Կառուցվել են նաև ջրընդունիչներ Վեդի Խոսրով գետերի վրա, 11 կիլոմետր ձգվող ջրատար համակարգ եւ 36 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ։ Այս բոլորի ճշգրիտ աշխատանքից է կախված գետերից ամբարված ջրի արդյունավետ օգտագործումը։ Ջրամբարի կառուցմամբ լուծում է շուրջ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը, ինչպես նաև շուրջ 400 հեկտար հողեր, նոր հողեր արդեն ունենում են ոռոգման հնարավորություն։ Նաև լուծում է շատ մի կարևոր խնդիր, մենք ամբողջ ոռոգումը, մեխանիկական ոռոգումը այդ համակարգում փոխարինելու ենք ինքնահոս ոռոգման համակարգով, չեն աշխատելու շուրջ 11 պոմպակայաններ, դուրս են գալու շահագործումից, ինչպես նաև 4 պոմպակայաններ մասնակի կշահագործվեն, որի արդյունքում տարեկան ունենալու ենք շուրջ 19 միլիոն կիլովատժամ էլեկտրէներգիայի խնայողություն։ Մասնագետների գնահատմամբ սա Հայաստանում նախադեպը չունեցող ջրամբար է։ Շինարարության ամբողջ ընթացքն ուղեկցվել է արտերկրից հրավիրված մասնագետների հսկողությամբ, արդյունավետ կառավարման համար բարդ ու ճշգրիտ հաշվարկների կարիք կար։ Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև ստորագրվեց վարկային համաձայնագիր, որը նախատեսում է ֆինանսավորումը ջրամբարի եւ իր մոտեցնող եւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ստորագրվեց 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր, որին նաև կառավարությունը տվեց 15 միլիոն համաֆինանսավորում։ Ընդհանուր ծրագրի արժեքը եղել է 90 միլիոն։ Վեդի ջրամբարի կառուցման նպատակը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է, որ Արարատյան դաշտավայրը ոռոգման սեզոնին ջրի սակավության խնդիր չունենա, իսկ կառավարման նոր համակարգը հնարավորություն կտա չափելու գետերում եղած ու ջրամբարում ամբարված ջրի քանակը, կորոշի թե երբ եւ որքան ջուր կարելի է բաց թողնել ջրամբարից։ Ջրօգտագործող ընկերությունների համար հատկապես կարևոր է կաթիլային ոռոգման համակարգի հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում որպես կանոն ոռոգվելի հողերը ոռոգվել են ավանդական ճանապարհով, ինչը նշանակում է բերքատվության անկում, որոշակի հիվանդությունների առաջացում ոռոգման հետևանքով։ Այս դեպքում կաթիլային ոռոգումը մեզ երաշխավորում է որակյալ բերք, ինչը ենթադրում է նաև շահույթի բարձրացում գյուղացու եւ ջրօգտագործողի համար։ Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի կարծիքով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը 20-ից 25%-ով կկրճատի ջրի կորուստը։
շինարարական աշխատանքները կամփոփվեն ամռան սկզբին։ Կառավարությունը նոր կարգավորումներով լավարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացը թեման քննարկելու ենք տաղավարում, այստեղ է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ արդարարության մեթոդաբանության վարչության պետը։ Պարոն Ալավերդյան, կարծես 3 խումբ ուղղություններով էին փոփոխություններ, գուցե նաեւ տեխնիկական, բայց հերթով, ինչպես ասում են, առաջինը, երբ որ այլ անձանց կողմից է կատարվել վճարը, բայց պետք է հաշվարկվի մյուսի որպես սոցիալական կրեդիտ։ Այստեղ ինչ խնդիրների եք բախվել եւ ինչ լուծումներ գտաք։ Խնդիրը, որին բախվել ենք, նա էր, որ հայտարարման համակարգի ներդրման եւ աշխուժացման process-ի ընթացքում քաղաքացիներից շատերից բողոքներ ստացանք կամ խնդիրների բարձրաձայնում, որ առայն որ շատ դեպքերում ընտանիքի ծնողները երեխայի կրթական ծախսը որպես շատ տիպիկ օրինակ իրար միջոցներով մեկ անձի անունից կատարում են։ Տան հայրը օրինակ կնոջ հետ համատեղ մեկ գումարով հայրը տանում վճարում է երեխայի կրթական ծախսը կամ ուսման վճարը եւ այդ դեպքերում մեր համակարգը սկզբնապես նախագծված էր այնպես, որ սոցիալական ծախս կատարողը պետք է սոցիալական ծախսը հետ ստանար։ Եթե հայրը տանում էր վճարումը կատարում էր, ինքն էր անձամբ վճարողը ստացվում, չնայած նրան, որ դրան մասնակցել էր մայրը եւս մասնակցել էր եւ դա բերում էր մի իրավիճակի, որ ընտանիքի մյուս անդամի սոցիալական ծախսը չնայած ֆորմալ առումով կարող էին ստանալ, բայց վճարման process-ի ձևի տեսանկյունից չէր ստացվում։ Այս փոփոխություններով հստակեցրել ենք նախ շատ կարևոր երևույթ, որ այս կարգավորումը վերաբերելու է ընդամենը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված վճարումներին։ Ասպես ասած, այս անցումային շրջան, որպեսզի մեր քաղաքացիները նորույթին, մեր հասարակության մեջ տեղի ունեցող նորույթին համակերպվեն եւ իրական կյանքին համապատասխանեցնենք։ Կարգավորումներով ընդհանրապես սահմանել ենք, որ այն դեպքերում, երբ որ սոցիալական ծախսը կատարվում է մեկ անձի կողմից, բայց մեկ այլ հայտարարատու անձի միջոցներով, եւ դրա մասին վճարում կատարող ֆիզիկական անձը, տվյալ իմ օրինակում, օրինակ տան հայրը, հայտարարում է կամ ինչ որ մի ձև հայտնում է ծառայություն մատուցող սուբյեկտին, օրինակ բուհին, այն մասին, որ այդ գումարի մի մասը կատարված է օրինակ տիկնոջ միջոցներով, այդ դեպքում կինը եւս ստանում է ընդհանուր սահմանած կարգով սոցիալական ծախսի գումար հետ ստանալու իրավունք եւ այդ դեպքում կնոջ անունով եւս կարող են սոցիալական ծախսի գումարներ հետ վերադարձնել, կինը եւս կստանա սոցիալական ծախսը ընդհանուր սահմանված կարգով։ Փաստացի օրինակի վրա եթե փորձենք հիմնվել նույն բուհի օրինակով, այսինքն մի հատ առանձին կինը պետք է մոտենա բուհ ստանա համապատասխան թուղթ, հետո ներբեռնելու համար եւ հետո կնոջ անունով եւս հաշիվ դուրս կգրվի բուհի կողմից արդեն, կնոջ անունով կգրվի հաշվարկային փաստաթուղթ, որտեղ կնշվի արդեն կնոջ հանրային ծառայությունների համարանիշը եւ այդ ծախսը արդեն կարտացոլվի կնոջ հայտարարագրի մեջ։ Իսկ այս դեպքում երբ որ սովորաբար բանկերում են վճարումները կատարվում, հաշվարկային փաստաթուղթը այնուամենայնիվ պետք է ստանալ բուհից։ Այո, բուհից։ Բուհը պետք է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրի, բանկը ընդհանրապես վճարումը կատարող, վճարման process-ը կազմակերպող սուբյեկտ է եւ բուհի տված հաշվարկային փաստաթղթի հիման վրա է, որ սոցիալական ծախսերի վերադարձը կազմակերպվում է եւ դրանք ինքնաշխատ եղանակով արտացոլվում են հայտարարատուի հայտարարագրում։ Հետին ամսաթվով ստանալ այդ փաստաթուղթը խնդիր կառաջացնի թե ոչ։ Խնդիր չի առաջացնի, ընդհանրապես պետք է վճարում կատարած անձը, մեր օրինակում էլի հայրը, մոտենա բուհին հայտարարի, որ վճարումը կատարվել է կնոջ անունով եւս եւ խնդրի, որ կնոջ անունով եւս հաշվարկային փաստաթուղթ դուրս գրի։ Եվ դրանից հետո ընդհանուր սահմանած կարգով համակարգը կաշխատի, ի նկատի ունեմ շեմերի պայմաններում, հա, հետ սոցիալական ծախսի շեմերի պայմաններում կնոջ եւս գումար կվերադարձվի։ Երկրորդ խումբ խնդիրները վերաբերում էին առողջության ապահովագրության փաթեթի ձեռքբերմանը, սովորաբար հայաստանյան գործատունները ընդհանուր փաթեթներ են գնում եւ այսպես անվանական հաշիվներ դուրս գրել հնարավոր չէր լինում։ Այստեղ ինչ լուծումներ գտաք։ Այո, ճիշտ եք նկատել, խնդրի բովանդակությունը այդպեսին է եւ դա եւս ցույց դրվեց մեր հարկվճարողների կողմից, մեր հայտարարությունների կողմից համակարգի գործարկման համակարգի շուրջ։ Դե նորը երևի ընթացիկ դուրս է գալիս բոլոր խնդիրները, բոլոր խնդիրները այսպես բարձրանում են եւ առաջարկվող լուծումը կամ արդեն իսկ ամրագրված լուծումը հետեւյալն է. պայմանագրի շրջանակներում ապահովադիր է հանդիսանում գործատուն։ Սակայն եթե գործատուն հայտարարում է, որ ապահովագրական պայմանագրի վճարումը կամ ապահովության արժեքի գումարի վճարումը տեղի է ունենում նաև իր վարձու աշխատողի հաշվին, այս դեպքում գործատուի կողմից ապահովագրական ընկերություն ներկայացված տեղեկանքի հիման վրա ապահովագրական ընկերությունը պետք է հաշիվ դուրս գրվի, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրի ապահովադիր գործատուի անունով, սակայն մեջը նշելով վարձու աշխատողի
տվյալները ՀՑՀ-ն տվյալ դեպքում եւ այդ դեպքում վարձու աշխատողը եւս ընդհանուր սահմանված կարգով էլի հնարավորություն է ստանում առողջության ապահովագրական վճարի չափով գումար հետ ստանալու ընդհանուր սահմանված շեմերի պայմաններում։ Պարոն Ալավերդյան, այստեղ քաղաքացին անելիք ունի թե գործատուն է հիմնական գործողությունը։ Գործնականում գործատուն է անելու եւ ապահովագրական ընկերությունը։ Գործատուն պետք է տեղեկանք ներկայացնի ապահովագրական ընկերությանը, թե պայմանագրի շրջանակներում վարձու աշխատողը ինչքան գումար է փոխհատուցելու գործատուին, ինչքան մասով է որ վարձու աշխատողը փոխհատուցում է։ Եվ ապահովագրական ընկերությունն էլ դրա հիման վրա ընդհանրապես ապահովադիր իրավաբանական անձի, հա, գործատուի անունով դուրս գրվող հաշվում պետք է նշի այն ֆիզիկական անձի տվյալները, որը փոխհատուցում է գործատուին։ Այդ պարագայում այդ փաստաթուղթը որտեղից պետք է ստանալ, գործատուի մոտից, թե այլևս այդ պարագայում նույն հաշվարկային փաստաթուղթն է, որովե փաստաթուղթ ստանալու կարիք չկա։ Ընդհանրապես ապահովագրական ընկերությունը դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում նշում է ֆիզիկական անձի այն անձի վերջնական շահառու, այսպես ասած, անձի տվյալները, որից հետո այդ տվյալների հիման վրա սոցիալական ծախսը արտացոլվում է այդ վարձու աշխատողի հայտարարագրում։ Պարոն Ալավերդյան, ունեք արդյոք տվյալներ, թե այս ընթացքում պետությունը որքան է վերադարձրել սոցիալական կրեդիտ քաղաքացիներին։ Շուրջ արդեն 1.8 միլիարդի չափով գումար ունենք վերադարձված սոցիալական կրեդիտներ քաղաքացիներին, ունենք 40,000-ից ավել արդեն հայտարարագիր ներկայացված հարկային մարմին։ Ժամկետները մեկ անգամ էլ կհիշեք։ Այլ անձի միջոցներով վճարում կատարած լինելու դեպքում ալգորիթմով համակարգը աշխատելու է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված ծախսերի համար միայն դրանից հետո կատարված սոցիալական ծախսերի համար պարտադիր է լինելու, որպեսզի սոցիալական ծախսը կատարվի անմիջապես հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Դա ուղիղ նշանակում է, որ հունիսի 1-ից հետո կրթության ուղղությամբ, առողջության ապահովության ուղղությամբ կատարվող ծախսերը պետք է անմիջապես կատարվեն հենց հայտարարատուի կողմից եւ այս նկարագրված համակարգը դրանից հետո չի աշխատելու եւ հետագայի համար որ կտա մեր քաղաքացիներին ծախսի կատարումը, ծախսեր կատարել ամեն մի հայտարարատու իր միջոցներով, ինքը վճարող հանդիսը։ Այս անուններով լայֆ հակ է կոչվում։ Յուրաքանչյուրը իր մասով վճարումը կատարի, այո, յուրաքանչյուրը իր մասով կատարի եւ այդ դեպքում համակարգն ավելի պարզ ու հստակ է աշխատում եւ այդտեղ որևէ խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետին, ապա այո, ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությամբ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 1-ից տեղափոխվել է 2025 թվականի նոյեմբերի 1, այդ թվում նաեւ հարկի գումարի վճարման վերջնաժամկետներն են նույն ժամկետներով տեղափոխվել։ Պարոն Ալավերդյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր Ֆինանսների նախարարության, եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետը քննարկում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումից հետո սոցիալական կրեդիտների վերադարձի լավարկման թեման։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 438 ուսուցիչ հանրապետության տարբեր մարզերում աշխատում է կառավարության աջակցության գործուղման ծրագրով։ Ընդունվել են արտոնյալ պայմաններով, բացի աշխատավարձից ստանում են նաև 30% հավելավճար, որոշ համայնքների դեպքում հավելյալ 50,000 դրամ։ Երկամյա այս ծրագրով գործադիրը փորձեց շտապ օգնության հասնել դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, աջակցել ֆինանսապես ու բնակության ընտրության հարցում։ Բարև ձեզ։ 25 տարի Լիլիա Հարությունյանն իր աշակերտներին բարևել, նրանցից շուտ դասարան է մտել Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում։ 2 տարի է սակայն թեպետ առաքելությունը նույնն է, բայց հարկադրաբար աշխատանքային ու բնակության հասցեն է փոխվել։ Բռնի տեղահանությունից հետո մի կարճ ընթացք, ընտանիքով Հրազդանում են ապրել, հետո Երևանում, վերին Պտղնի միջնակարգ դպրոցում գործ գտնելուց հետո արդեն հաստատվել են Հարևան Աբովյանում։ Շատ բարդ էր, սկզբում մտածում էի դպրոց մտնեմ, չմտնեմ, բայց շատ սիրելով երեխեքին եւ դպրոցում շատ ջերմ են ընդունել մեզ։ Եվ այդ առումով մենք սիրով աշխատում ենք այս դպրոցում։ Բարդ շրջանում հոգեբանական ծանր դրությունը հաղթահարելուց բացի պետք էր նաև ընտանիքի համար ֆինանսական հարցերը լուծել։ Ճիշտ ժամանակին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աշխատանքի անցնելու պետական աջակցության ծրագիրը։ Գործը ընդունվեց արտոնյալ պայմաններով, առանց մրցույթի, գործուղման կարգի համաձայն ստացավ լրավճար։ Արդեն 1 տարի է նաև կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչ է։ Մտածեցի դիմեմ էլի ինչ կլինի, չանցնեմ, հիմա էլ հաջորդ տարի կդիմեմ, փաստորեն անցա։ Հենց առաջին տարում անցա 75%-ով բավականին բարձրացել է աշխատավարձս։
Այս օգոստոսին գործուղման ժամկետը լրանում է, որոշել է նորից անցնելու է ատեստավորում ցուցանիշն ու եկամուտը ավելացնելու համար։ Նաև մասնակցելու է մրցույթին, որ շարունակի աշխատանքը հենց վերին պտղնիում։ Մեր ուսուցչական անձնակազմը 20-ն է, որից 3-ը Արցախից տեղահանված ուսուցիչներ են։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 438 ուսուցիչ է աջակցության ծրագրով աշխատանք գտել Հայաստանի տարբեր դպրոցներում։ Ուսուցիչների հետ պայմանագիրը 2 տարով է կնքվել եւ իրենք 30% հավելավճար ունենալու հնարավորություն ունեն։ Սյունիքի ու Վայոց ձորի բոլոր դպրոցներում, Տավուշի, Գեղարքունիքի որոշ համայնքներում աշխատող ուսուցիչներն էլ այս ծրագրով բացի հավելավճարից ստանում են նաև 50,000 դրամ լրավճար։ Նաև արտոնյալ այս պայմանները օգնեցին, որ տեղահանված ուսուցիչների ընտանիքները կողմնորոշվեն ու մշտական բնակության հասցեներ գտնեն։ Կային ավելի պատրաստված ուսուցիչներ, կային ոչ այնքան պատրաստ ուսուցիչներ, բայց մենք այդ փուլում աջակցության ծրագրով ընդունված ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպեցինք չափորոշիչին, կրթական համակարգի փոփոխություններին, ծրագրային փոփոխություններին ծանոթացնելու նպատակով հենց սկզբնական փուլում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներից 20-ն արդեն կամավոր ատեստավորվել է, բարձրատրվում են բարձր դրույքաչափով, ստանում են լրավճարներ։ Բոլոր ուսուցիչներն էլ կարող են դիմել Հայաստանում գործող խրախուսման մյուս բոլոր ծրագրերին, տարակարգ, ԲՏՃՄ ուղղություններով դասավանդողների համար լրավճարներ եւ եկամուտը այդ հնարավորություններով էլ ավելացնեն։ Հիմա արդեն գյուղաաջակցության ծրագրերի մասին։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների քառամյա ծրագրով կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50%-ը։ Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150,000 դրամ, ներկրվածինը 225,000 դրամ։ Վիճակագրական վերջին տվյալներով հանրապետությունում մոտ 685,000 մանր եղջերավոր կենդանի կա։ Աջակցության ծրագրով 4 տարում նախնական հաշվարկներով ակնկալում են, որ կգնեն 10,000 մանր եղջերավոր տոհմային կենդանի։ Կառնուցի ֆերմերը 3 տարի առաջ երկընտրանքի մեջ էր, այծեր պահել կաթից էլ մոցարելա պանիր արտադրել, թե տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվել։ Երկար ծանրութ հետևից հետո նախապատվությունը տվեց երկրորդ բիզնես մտքին։ Շիրակի մարզում առաջին ինքն էր, որ Ֆրանսիայից բլանշ ցեղատեսակի տոհմայիններ բերեց։ Նորեկները հյուսիսի ցուրտ կլիմային սպասվածից հեշտ հարմարվեցին։ Մեր ֆրանսիական ոչխարները շատ աշխուժ են, շատ եռանդուն, օրական մինչև 20-ից 25 կիլոմետր կարողանում են գնալ հանդերում, արածել հետ կան։ Հայրենի գյուղում սերնդեսերունդ անասնապահությամբ են զբաղվել, տեղական ոչխարների փոխարեն տոհմայիններ պահել բազմացնել որոշեց, երբ հաշվարկներ արեց, որ գործումներ դրած ջանքից շահույթն ավելին կլինի։ Մեր տեղական հետ համեմատած 20-ից 30% բարձր մտերատվություն ունեն, պահանջարկ արդեն Հայաստանում կա, մեռամեռնի միսը շատ համեղ միս է։ Արժեքներն էլ թանկ է, ինքը մեր տեղական հետ համեմատած 5-ից 6,000 դրամ է 1 կիլոգրամը։ Սուբսիդավորվող տոկոսագումարներով կառուցած ընդարձակ ֆերմայի սպիտակամորթ բնակիչների քանակը 2 տարում գրեթե կրկնապատկվել է, 239 կենդաներ ներկրել, հիմա մոտ 500-ն ունի չհաշված, որ ընթացքում նաև վաճառել է։ Բլանշերը ոչ միայն մսատվությամբ են շռայլ, պտղաբերությամբ նույնպես։ Տեղական ոչխարը տարին մի անգամ է ծակ տալիս եւ մի հատ է տալիս, շատ հազվադեպ դեպքերում են լինում, որ 2 հատ են տալիս, բայց այս սորտը արդեն երկրորդ ծերունդն ենք ստացել ներկրածից 60-65%-ը զույգ են բերում։ 2022-ին կենդանիներին գնեց սեփական միջոցներով, որից հետո պետությունից ծախսի 23%-ի փոխհատուցում ստացավ որպես աջակցություն ոչխարաբուծության զարգացման ծրագրով։ 2019-ից 23-ի ընթացքում ծրագիրը 2 բաղադրիչով էր աջակցություն նախատեսում, վարկերի տոկոսների սուբսիդավորում ու փոխհատուցում ներկրված մանր եղջերավորի արժեքի մինչև 27%-ի չափով։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման նոր ընթացիկ քառամյա ծրագրով գործում է բաղադրիչներից մեկը՝ փոխհատուցմանը լավարկված պայմաններով։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տոհմային բարձրարժեք ոչխարների այծերի արժեքի 50%-ի չափով, եթե տեղի շուկայից ձեռք բերեն, ապա մինչև 300,000 դրամի 50%-ը, եթե արտերկրից ներկրեն, մինչև 450,000 դրամի 50%-ն է նախատեսվում փոխհատուցել։ Մեր երկրի բնատնտեսական ներուժը նպաստավոր է անասնաբուծության զարգացման համար, ոչխարաբուծությունը խթանելու համար արոտավայրերի խնդիր չունենք։ Հակառակը ունենք չօգտագործվող ընդարձակ տարածություններ, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու հնարավոր կլինի մանր եղջերավորների գլխաքանակն էական ավելացնել, նաև արտահանման ցուցանիշները փոխել, տարեկան հասցնելով մինչև 400,000-ի։ 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների ունենք շուրջ 685,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի։
Ծրագրի 24-28 թվականների ընթացքում նախատեսվում է 10,000 գլխի ձեռքբերում եւ տեղի շուկայից եւ արտերկրից։ Ակնկալում ենք, որ հետագա տարիներին կստացվի առնվազն 20,000 սերունդ։ Գենոֆոնդն ենք լավացնում, կավելանա պտղատվությունը, աճի ինտենսիվությունը, սեզոնայնությունը, զուգավորման կարող է փոփոխվել։ Կառնոցի ֆերմերը վստահեցնում է, որ ներմուծած ֆրանսիական բլանշերից Շիրակում ծնված սերունդն ավելի տոկուն է, ավելի ադապտացված մեր բնակլիմայական միջավայրին։ Կողքից իր բռնած գործի հաջողությունն աչքի տակ ունենալով շատերն են մոտենում, փորձում ներգրավել գործում, իր ռեսուրսներն էլ արդեն թույլ են տալիս դառնալ ծրագրի գործընկեր։ Տոմային քարտերը լրացրել ենք, մարտիկ կաներ հետարկրվում են, պայմանավորություն ունենք արդեն, որ մեր բուձազները կնեն եւ նոր ֆիրմա յանքին մեն։ 2024-ից 28 թվականների ծրագրի բյուջեն 1 միլիարդ 950 միլիոն դրամ է, միայն 2025-ին նախատեսվում է տրամադրել մոտ 290 միլիոն դրամ փոխհատուցում։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM.gov էջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։